պարոն Ավինյան, կխնդրեմ նաև անդրադառնաք Հայկ Սարգսյան եւ Ալեն Սիմոնյան շարունակական հարաբերությունների լարվածությանը, քանի որ Հայկ Սարգսյանը նշել էր, որ դուք իր ընկերն եք եւ եթե դուք լինեիք, դուք կքվեարկեիք եւ ինքը այսպես ասած կանցներ համամասնական ցուցակ, արդյոք ձեր ձայնը վճռորոշ եղել եւ որ դուք քվեարկեիք Հայկ Սարգսյանը լիկվիդ չէր մնա։ Ինչ վերաբերում է մեր ներկուսակցական տարատեսակ հարցերին, եկեք թողեք մեր ներկուսակցական հարցերը մենք մեր կուսակցության ներսում քննարկենք։ Բայց Հայկ Սարգսյանը ինքն է դա հանրայնացրել, պարոն Ավինյան, հիմա դուք լինեիք, ինքը արդյոք կանցներ համամասնական ցուցակ, թե ոչ, եւ դուք Ալեն Սիմոնյանին ձեր ընկերը համարում եք։ Ես քվեարկության արդյունքները չգիտեմ եւ հետեւյալը կասեմ, ներկուսակցական հարցերը, որոնք որ հանրայնացման ենթակա են, վարչության նիստից հետո տրվում է համապատասխան հանրայնացման նյութ։ Ինչ նյութ որ տրվում է, դա է հանրայնացման ենթակա։